Օրորփա դուրս ենք եկել զբոսանքի ճուտիկիս հետ։ Բարև սիրելիներս, այս տեսանյութում ես ձեզ ցույց կտամ իմ տարբեր օրերը։ Սկսում եմ ուրբաթ օրը նկարահանելը եւ վերջացնում եմ ուրբաթ օրը։ Տեսանյութում կտեսնեք մեկ շաբաթվա օրերից մի փոքր դրվագներ։ Մի քանի օր առաջ մեզ մոտ ձյուն էր գալիս, 3 անձրև էր գալիս, իսկ հիմա տեսեք ինչքան պարզ եղանակ է։ Երկուշաբթի օրը քաղաքում գործեր ունեինք, դրա համար առավոտ շուտ էինք տնից դուրս եկել եւ ժամը 1-ն է, դեռ գործերը չենք վերջացրել։ Դրա համար մտել ենք McDonald's։ Այստեղ առաջին անգամ ենք մտել, հատուկ երեխաների համար նախատեսված տարածք է, ու մեր ճուտիկն էլ է առաջին անգամ, դրա համար ուզում էի իր ռեակցիան նկարեի, բայց չստացվեց։ Հիմնականում այստեղ ավելի մեծ տարիքի երեխաների համար նախատեսված խաղեր են։ Իմ ճուտիկը դեռ փոքր է ինքնուրույն այստեղ խաղալու համար։ Պատվիրել ենք հյութ, ֆրի, ճուտիկը շատ է սիրում ֆրին, կարտոֆիլ։ Այս բուրգերը վեգան բուրգեր է, այսինքն առանց մսի։ Քանի որ իմ ճուտիկի համար չի այս խաղերը նախատեսված, դրա համար ես էլ իր հետ մտել եմ այս խաղերի մեջ։ Ու իր հետ օգնում եմ իրան, որ խաղանք։ Այս ընթացքում ես էլ եմ ինձ փոքր զգում։ Այստեղ վերևի հատվածով պետք է անցնենք, հետո այնտեղ այդ թելերի մոտով իջնենք։ McDonald's-ից հետո կգնանք հատուկ։ Այստեղ իմ ոտքերի չափսը պետք է վերցնեն, պատվիրում եմ օրթոպեդիկ ստելկաներ, հենց իմ ոտքի ու իմ կոշիկի չափով։ Մասնագետը նախ կստուգի իմ ոտքի կառուցվածքը, քայլվածքը, հետո հատուկ ձևով կվերցնի իմ չափսերը ոտքի, դրա հիման վրա պատրաստվելու է անհատական ստելկա։ Այստեղ է խաղերի տեղ կա հատուկ երեխաների համար, հենց իրենց ներսում, որ երեխաները զբաղվեն։ Նոր օրվա սկիզբ է, կհավաքեմ մի փոքր ճուտիկիս խաղերի տեղը, մյուս բազմոցը արդեն դասավորել էի շորը, մյուսն եմ դասավորում, այս փոքրիկը, հիմա խաղալիքները կհանեմ։ Իսկ հիմա կփոշեկուլեմ ճուտիկիս հետ միասին, տեսեք թե իմ գործը ոնց է խաղի վերածվում։ Ինքը փորձում է խլել ինձանից փոշեկուլը, ես փորձում եմ իրան շեղեմ ուրիշ բանով, ու այդպես ամեն օր, ամեն անգամ։
Ամուսինս 3 երեկոյան քաղցրեր տանը ման գալիս ու իրա սրտով չգտավ, դրա համար որոշեցի այսօր սենց փոքր խմորեղեն թխեմ, շոկոլադե։ Ոնց տեսնում եք, ինչ-որ մեկի մատիկներն արդեն համտեսում են, այսօր պատրաստել եմ պամիդորով ծվածեղ, մի փոքր հնդկածավալ, Ջուդիկը շատ է սիրում հնդկածավալ, թթվասերով և ամուսնուս պատվիրած պրոտեինով հարուստ ուտելիքը, վերջում ցույց կտամ, թե ինչ տեսք է ստանում։ Փաթեթի վրա այս տեսքով է պատվիրած ու այստեղ 109 գրամ պրոտեին կա։ Սա էլ իմ պատրաստած խմորեղենի տեսքը, ոնց որ հրաբուխ լինի։ Մնաց ժայթքի։ Ահա պատրաստի վիճակով այս տեսքն է ստանում, իհարկե նկարին չի համապատասխանում։ Մի փոքր դուրս ենք եկել զբոսանքի։ Վեր կաց, ոչ մի բան չեղա, վեր կաց։ Արի, ես քեզ օգնեմ, ձեռը տուր, վեր կաց, նստի, ուժը տուր ապախել, հոգնել ես արդեն, վեր կաց, ավա, օպրի, ջուտիկը, ապրի, ուրա, ապրիս, ապրիս, այն մյուսն է բեր, խես հանել, այն մեկն էլ, բեր։ Ավստրիայում մինչև Սուրբ Ծնունդ ունեն շատ գեղեցիկ ավանդույթ, սպասման մոմեր, ադվենտ մոմեր։ Սա սոճու պսակ է 4 մոմով։ Ամեն կիրակի մեկ նոր մոմ է վառվում։ Լույսը շաբաթ առ շաբաթ ավելանում է, ինչը խորհրդանշում, որ Սուրբ Ծնունդը մոտենում է։ Դա հույսի, խաղաղության ու սպասման խորհրդանիշն է։ Այսօր պատրաստելու եմ սա, մեջը լոբի է, բրինձ, հավիմիս, այս տեսքն է ստանում նկարով և 109 գրամ սպիտակուց կա։ Պատրաստել եմ նաև կոլակով ջաշ, կանանչին դեռ չեմ խառնել, այսպիսի բանջարեղեն, բրոկոլի և լոբի է, սոխարածով և սխտորով և խաշվում է կարտոֆիլ, որը պատրաստելու են սալատ։ Այստեղ է խորոված բանջարեղենը, որը դեռ հալչում է։ Մենք քաղաք ենք դուրս եկել, կենտրոնում ենք։ Ամեն ինչ շատ գեղեցիկ է զարդարված։ Այստեղ մի փոքր ներքև կան խաղեր երեխաների համար, բայց իմ ճուտիկի համար չի նախատեսված։ Ինքն արդեն հասկանում է ու մեծ ցանկություն ունի նստելու այդ խաղերը։ Ոնց է իմ ճուտիկը մեծացել արդեն հանգիստ, առանց կայլասկի, ուզում է անցայի ձեռս բռնած ման է գալիս, նենա ձեռքս թողեց, ապրի, ճուտիկ, ապրի, իսկ առաջը տես չր, առաջ չեր բռնում ատիկը, հիմա մեծացել է, զբոսնում ենք, որ ուրբաթ է, լավ եղանակը, ցուրտ չի, ապնգա, որ դե բռնում ատիկս, Զբոսանքից հետո ճուտիկիս քնացրեցի, դրա համար, քանի որ դիմացն արդեն նոր տարի է, կմաքրեմ մի փոքր դարակները։ Այսօր ասրեցի ընդամենը մաքրեմ 2 պահարան։ Այս սրանք ընդհանրապես չենք օգտագործում, դրա համար փոշոտ է, սկզբում դարակը կմաքրեմ, հետո առանձին ապակյա տարաները կլվանամ։ Քանի որ միայն փոշոտ է սպասքը, կեղտոտ չի, դրա համար միայն տաք ջրով կպարզաջրեմ և վերջ։ Ընդամենը պետք է թարմ տեսք տալ։ Միևնույն է, օգտագործելուց առաջ կլվանանք, նոր կօգտագործենք։
Դե ինչ սիրելիներս այսօր այսքանը, եթե ձեզ դուր եկավ այսպիսի տեսանյութ, գրեք մեկնաբանություններում, հետաքրքիր առաջարկներ գրեք, եթե հավանեցիք այս տեսանյութը սեղմեք հավանելու նշանը և բաժանորդագրվեք իմ ալիքին, դա շատ է օգնում ինձ, որպեսզի առաջ տանեմ իմ ալիքը։ Շնորհակալ եմ, որ մեկնաբանություններ եք գրում, ցտեսություն։